ինքնապաշտպանության նպատակով է տեղի ունեցել այդ կրակոցը, կալանքը ամբողջությամբ անհիմն է եղել, ամբողջությամբ։ Այս պայն անուններ չեմ տա, բայց դատավարությունը դրմբաց է, գլխավոր շտաբի նախկին պետն է հարձակվել, հենց այդ օրը զոհվել է Վահագն Ասատրյանը, Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց 10 միլիոն դրամ գրավ։ Բարև ձեզ, մենք Արմնու լրատվականի տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Արմեն Անդրիկյանին, որը հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը։ Օրերս հայտնի դարձավ, որ գործը արդեն դատարանում է, բայց ըստ էության այս գործով բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում առաջիկայում, այս եւ այլ թեմաների շուրջ կզրուցենք պարոն Անդրիկյանի հետ։ Պարոն Անդրիկյան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ պատրաստ եք պատասխանել մեր մի քանի հարցերին։ Նախ փորձենք հասկանալ ինչու Տիգրան Խաչատրյանը եւ ինչու հենց այդ փուլում։ Ինձ շատ ուղղակի հետաքրքիր են հանգամանքը, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քանի անգամ էլ այսպես գեներալին ձերբակալել, բաց թողել, ձերբակալել ու այս անգամ կալանավորեցին։ Ինքը հասկացավ, ինքը որտեղ սխալվեց, ինչու հենց ինքը, ինչու հենց այս փուլում։ Ճիշտ ասած, կոնկրետ փուլի հետ կապված բան չեմ կարող ասել, ինչ որ առանձնահատկություն չեմ նկատել կոնկրետ փուլի հետ կապված։ Այո, դուք ճիշտ եք, Տիգրան Խաչատրյանի հետ կապված միջադեպ տեղի ունեցավ դեռևս 2024 թվականի հունվար ամսին, երբ որ կենցաղային հարցի շուրջ ինչ որ վիճաբանություններ տեղի ունեցել եւ Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց, ընդ որում շատ կարևոր մի հանգամանք, որ դա ընդհանրապես Տիգրան Խաչատրյանի գործունեության հետ կապված չէր, այսինքն կենցաղային հարցի շուրջ տեղի ունեցել վիճաբանություն, կրակոց էր արձակել, դա արդեն գործի նյութերից ակնհայտ է, որ ինքնապաշտպանության նպատակով է տեղի ունեցել այդ կրակոցը եւ խուլիգանության հանցակազմով հարուցվեց քրեական գործ, Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց, հետագայում գործ ուղարկվեց դատարան, դատաքննության փուլից սկսած Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց գրավ, այսինքն կալանքից ազատվեց, այդ process-ը, այդ դատավարությունը հիմա ընթանում է։ Այսինքն ըստ էության այս առաջին քրեական գործում դուք քաղաքական հրահանգ ասվածը չեք տեսնում, չեմ տեսնում քաղաքական հրահանգ ասվածը զուտ գործի հարուցման ընթացքի մեջ, բայց զարմանալիորեն Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց, ոչ չպետք է կալանավորվեր, ի վերջո բողոք չկար, անձնական հարցի շուրջ վեճ էր, իմ խորին համոզմամբ նաև իրավական գնահատականներ սխալ տրված զենքի գործադրմամբ խուլիգանություն չկար այդտեղ եւ միակ աչք ծակող, հա, ոչ դրական իմաստով երևույթն այն էր, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց, հետագայում նաև երբ որ գործը արդեն ուղարկվել էր դատարան, դատախազության ներկայացուցիչը պնդում էր, որպեսզի կալանքը շարունակվի, սակայն դատարանը չկիրառեց շարունակական կալանքը, կալանքից ազատվեց Տիգրան Խաչատրյանը, դրանից հետո նույնիսկ դատախազության կողմից բերվեց վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, այսինքն բոլոր հնարավոր, հա, տարբերակները օգտագործվեց իրավական հնարավորությունները, որպեսզի Տիգրան Խաչատրյանը շարունակի գտնվել կալանքի տակ, բայց ի վերջո Տիգրան Խաչատրյանը ազատվեց կալանքից։ Դրանից հետո արդեն հունվարի 4-ին 2025 թվականի Տիգրան Խաչատրյանը ձերբակալվեց, հիմքում դրվեց այն, որ 24 ժամյա ռեժիմով ձերբակալություն էր, որ գործը պետք է միջնորդություն ներկայացվի դատարան կալանքի համար եւ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ տեղի ունեցող դատավարության ընթացքում Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց։ Սա արդեն վերաբերում է 44-օրյա պատերազմին Տիգրան Խաչատրյանի գործունեությանը։ Ես մի քանի բառով ուզում եմ անդրադառնամ նաև Տիգրան Խաչատրյանի կալանավորմանը, դրա անհիմն լինելուն։ Ինչի է դա անհիմն, որովհետև այստեղ քաղաքական հրահանգ տեսնում եք հենց այս գործում։ Պատերազմից ես քաղաքական հրահանգի փաստ չունեմ, բայց զգացողություն ունեմ զուտ այն իմաստով, որ ակնհայտ անհամաչափ միջամտություն էր կոնկրետ թե դատարանի, թե քննչական մարմինների կողմից։ Ինչի համար, որովհետև տեսեք Տիգրան Խաչատրյանը երբ որ ձերբակալվում է, մեզ հայտնում են, որ դատական նիստ պետք է տեղի ունենա կալանավորման, գնում ներկայանում ենք դատական նիստին, 5 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար 2 ժամ ժամանակ են մեզ տրամադրում, Մասիս Մելքոնյանը 2 ժամ ժամանակ է տրամադրում, մենք պարզը առարկում ենք, Մասիս Մելքոնյանը հայտնում է, որ ինքը 2 ժամվա ընթացքում
ծանոթացել է մոտ 3000 թերթ փաստաթղթի, ընդ որում մասնագիտական զինվորական ուղղվածություն ունեցող 3000 թերթ փաստաթղթի։ Ասում եմ հասցրել եմ, ծանոթացել եմ, ձեզ էլ է բավարար այդ 2 ժամը, որպեսզի դուք հասցնեք ծանոթանալ, մենք պարզ առարկում ենք, ասում ենք չենք հասցնի, ասում է դե իմ խնդիրը չի 2 ժամվա ընթացքում ծանոթացեք։ 2 ժամվա ընթացքում չենք հասցնում բնականաբար 3000 թերթ փաստաթղթի ծանոթանալու, նիստը սկսվում է, կրկին անգամ դատարանին հայտնում ենք, որ չենք հասցրել, դատարանը ասում է դե չեք հասցրել, ձեր խնդիրն է, ու նիստը երբ որ սկսում է, քննիչը կարդում է, ֆիզիկապես ընդհանրապես կարդում է միջնորդությունը, կալանքի միջնորդությունը, որը որ 85 թերթ էր մոտավորապես, եւ 3 ժամ կարդում է մենակ կալանքի միջնորդությունը։ Այսինքն կալանքի միջնորդության, քննիչի որոշման կարդալը տևում է 3 ժամ, բայց 3000 թերթ տրամադրելու համար, 3000 թերթին ծանոթանալու համար մեզ տրամադրվում է 2 ժամ ժամանակ։ Ինչևէ, այդ խախտումներով սկսվեց նիստը, եւ արդյունքում Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց։ Երբ որ կալանավորման որոշումը կարդում ես դատարանի, բացի իրավականից ինչ ասես մեջը գրած է, հանրային հետաքրքրություն ներկայացնող, պատմական նշանակություն ունի այս գործը, չգիտեմ, դա նախաքննական մարմինն է այդ որակումները տալը։ Չէ, դատարանը։ Հանրության ուշադրության կենտրոնում է եւ այլն, բայց սրանք իրավական գնահատականներ չեն։ Այսինքն եթե անձը պետք է կալանավորվի, առաջնային ամենակարևորը իրավական գնահատականներ։ Իսկ ինչ ունեինք իրավական առումով։ Իրավական առումով ունեինք, որ 5 տարի նախաքննություն էր իրականացվել, սկսած 2020 թվականին, պատերազմի օրերին հարուցված քրեական գործի մասին է խոսքը։ 2020 թվականին հարուցված քրեական գործ 5 տարի նախաքննություն է իրականացվում, 5 տարվա ընթացքում Տիգրան Խաչատրյանին 10-ից անգամ ավել կանչում են մասնակցումը հարցաքննությունների։ Զինվորական քննչական։ Այո։ Քննչական կոմիտե։ Այո։ 10-ից ավելի անգամներ կանչում են հարցաքննությունների ՎԿ կասկածի շուրջ, այսինքն առնվազն մեր համար կանխատեսելի էր, որ այս գործը հետագայում հնարավորությունները մեծ են, որպեսզի կարգավիճակ փոխվի եւ Տիգրան Խաչատրյանը դառնա մեղադրյալ, որը որ տեղի ունեցավ։ 10-ից ավելի անգամներ ներկայանում է հարցաքննության, փորձաքննությանը մասնակից են դարձնում, փորձաքննության մասով ակտիվ մասնակցում է օրենքով սահմանված կարգով, եւ ամենակարևոր հանգամանքը միջին ծանրության հանցագործություն, անփութությամբ վերագրվողը անփութությամբ կատարված հանցագործություն եւ վաղեմության ժամկետներին ընդամենը 10 ամիս մնացած ժամանակահատված։ Սրանք այն իրավական հիմքերն են, որի առկայության պայմաններում Տիգրան Խաչատրյանը չպետք է կալանավորվեր։ Այսինքն այս պայմաններում եթե հիմքում դրվել էր խոչընդոտման հավանականությունը, մենք 5 տարվա այս Տիգրան Խաչատրյանի դրսևորած վարքագծով ապացուցում էինք, որ խոչընդոտման հավանականություն չկա, որտեվ եթե դուք միշտ կանչել են գնացել է, ինչ պետք է եղել ասել է։ Ընդ որում այս 5 տարիներին չկար մի ապացույց, որ փորձ է արել խոչընդոտել։ Այսինքն այս իրողությունները ցույց են տալիս, որ կալանքը ամբողջությամբ անհիմն է եղել, ամբողջությամբ։ Դրա վերաբերյալ մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, շատ հետաքրքիր մի իրադարձություն էր վերաքննիչ դատարանում տեղ ունեցել։ Վերաքննիչ դատարանից երբ որ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք, վարույթ է ընդունվել եւ գրավոր ընթացակարգով պետք է որոշում հրապարակվեր փետրվարի 3-ին։ Երբ որ այդ ժամանակ հələ գործի ավարտ հայտարարված չէր, փետրվարի 3-ն էր եւ վերաքննիչ դատարանը պետք է որոշում տրամադրեր, կամ նույնը թողելու կամ բաց թողելու Տիգրան Խաչատրյանից կալանքից ազատելու։ Վերաքննիչ դատարանը փետրվարի 3-ին ստանում ենք վերաքննիչ դատարանի որոշումը, որ հրապարակման ամսաթիվը օրը փոխվել է 10 օրով հետաձգվել է փետրվարի 13-ին։ Երբ որ արդեն գալիս էր փետրվարի 13-ը, որ պետք է հրապարակվի, այդ ընթացքում գործը արդեն ուղարկվել էր դատարան եւ դատարանի կողմից արդեն վարույթ էր ընդունվել ըստ էության քննության, այսինքն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Եվ այդ հիմքով վերաքննիչ դատարանը մեջ բերելով Վճռաբեկ դատարանի մի որոշում, որով նշում է, որ եթե գործը արդեն ուղարկվում է ըստ էության քննության, վերաքննիչ դատարանը իրավասություն չունի բեկանի եւ փոփոխի։ Այսինքն այս դեպքում
արդեն կոպիտ ասած գնդակը գտնվում է, հա, ըստ էության քննող դատարանում։ Ու այդ հիմքով վերաքննիչ դատարանը մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժում է։ Ասում է, այ գործը արդեն գտնվում է դատարանում, ըստ էության։ Իսկ ով է դատավորը։ Սևակ Համբարձումյանը։ Այսինքն ինչ տեղի ունեցավ։ Փետրվարի 3-ին եթե որոշումը ի սկզբանե նշանակված օրը որոշումը տրամադրվեր, այդ հիմքը չէր լինելու եւ պարոն Խաչատրյանը կլիներ ազատության մեջ։ Ինչքան ժամանակ ատված մնաց այդ հաշվի առնելով փետրվարի 3-ին չտվեցին, հետո տվեցին, ինչքան մնաց ինքը կալանքի տակ։ Փետրվարի մինչև 18-ը կալանքի տակ է գտնվել, այսինքն փետրվարի 3-ին իմ խորին համոզմամբ միտումնավոր կերպով հետաձգվում է որոշման հրապարակումը, որպեսզի այդ ընթացքում գործը ուղարկվի դատարան եւ հիմք ընդունելով այդ վճռաբեկի նախադեպը, չնայած որ այդ վճռաբեկի նախադեպն էլ մեր համար անընդունելի էր եւ դատանը կոպիտ ասած վերաքննիչ դատանը խուսափեց արդարադատություն իրականացնելուց եւ հաշվի չառնելով մեր բողոքում նշված խախտումները, օրինակ պաշտպանության իրավունքի խախտում, այդ իմ ասած խոչընդոտման հավանականության բացակայություն եւ այլն, այս խախտումները հաշվի չառնելով վերաքննիչ դատարանը արձանագրեց, որ գործը արդեն ուղարկվել է դատարան եւ իր տիրույթից դուրս է բեկանելու հարցը այս պայն քննարկել է։ Փետրվարի 18-ին արդեն տեղի ունեցավ առաջին դատական նիստը, դատական նիստի ընթացքում այս իմ ասած պայմաններով հանդերձ դատախազությունը էլի միջնորդեց, որպեսզի կալանքի ժամկետը երկարաձգվի եւ դատարանի կողմից իմ կարծիքով ընդունվեց շատ ճիշտ որոշում, Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց 10 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Բայց չնայած դրան ես արդեն վերաքննիչ դատարանի այդ իմ վկայակոչած որոշման դեմ ներկայացրել եմ վճռաբեկ բողոք, ճիշտն ասած մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այն հարցին, որ մեր ներպետական ատյաններով այս խնդիրը կլուծվի եւ միանշանակ ունեմ այն կարծիքը, որ եվրոպական դատարան պետք է բողոքարկվի։ Դուք այսինքն դատարանների այն մոտեցումը, որ անձին փետրվարի 3-ին կարող եք ազատության մեջ դնել, մինչդեռ դուք ամեն ինչ անում եք կալանքի տակ պահելու համար, այստեղ այս ժամանակատը 1 շաբաթ է, 10 օր է, 15 օր է, անհիմն կալանքի տակ պահելու արդյունքում դուք իր իրավունքները ոտնահարել եք, այս մասով եք դիմում մարդու։ Եվ այդ մասով, որ վերաքննիչ դատարանի կողմից արդարադատություն չի իրականացվել եւ մենք դատաքննության պաշտպանության իրավունքը մենք հնարավորություն չենք իրացնելու եւ առաջացյալի որոշման մասով, որով որ արդեն ամսի 5-ին, հունվարի 5-ին Տիրան Խաչատրյանը կալանավորվել է, այսինքն մենք գտնում ենք, որ թե հունվարի 5-ի կալանավորումը, թե հետագայում վերաքննիչ դատարանի որոշումը իրավաչափ չէ, հայցել ենք վճռաբեկ դատարանի, հա, դիրքորոշումը այդ մասով, ես նորից կրկնվեմ, որ շատ մեծ հույսեր չունեմ, որ ներպետական ատյաններով հասնելու ենք հաջողության, չնայած որ Տիրան Խաչատրյանը կալանքից ազատված է, բայց միանշանակ այն դիրքորոշմանն ենք, որ պետք է եվրոպական դատարան բողոքարկվի եւ վստահ եմ, որ ունենալու ենք հաջողություն, գրանցվելու է թույլ տված խախտումները։ Այս քայլով ըստ էության պարոն Խաչատրյանը ազատության մեջ է 15 օր 20 օրի իրավունքները ոտնահարվել են, այո, ոտնահարվել են, ինչպես դուք եք պնդում, բայց հիմա ազատության մեջ է։ Ձեր այս քայլը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության դատական համակարգին ասելու, որ խախտումները նպատակը որն է մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու, որտեղ ըստ էության ձեր պաշտպանյալը հիմա ազատության մեջ է, իրավունքները են ոտնահարվել, ընդունում եք։ Այո, իրավունքները ոտնահարվել են եւ եթե ներպետական ատյաններով չարձանագրվի այդ խախտումները, մենք հասնելու ենք նրան, որ եվրոպական դատարանում արձանագրվի այդ խախտումները։ Այո, ազատության իրավունքը այս պայն վերականգնված է, բայց Տիրան Խաչատրյանը մոտավորապես 1.5 ամիս գտնվել է կալանքի տակ, իմ խորին համոզմամբ ապօրինի կալանքի տակ է գտնվել։ Եվ այդ իմաստով, եթե վճռաբեկ դատարանը դիրքորոշում չարտահայտեց, միանշանակ պաշտպանությունը իրավական առումով փնտրելու ենք եվրոպական դատարանում։ Պարոն Անդրիկյան, ինձ շատ հետաքրքիր մի հարց, ըստ էության պարոն Խաչատրյանը շատ լավ գիտեր, որ ինքը ուշադրության կենտրոնում է, հաշվի առնելով առաջին միջադեպը, կրակոցների եւ իր պարբերաբար հավաքների ժամանակ ելույթները, հայտարարությունները, չեք կարծում, որ իմանալով, որ ինքը ուշադրության կենտրոնում է, ինքը հնչեցնում է քննադատություններ եւ առասարակ իր մյուս գործընկերները տարբեր քրեական գործերով են անցնում, նույնը իրեն է սպասվում։ Չէր կանխատեսում այս ամենը, այս իրավիճակի շուրջ զրուցել եք իր հետ։ Ճիշտ ասած,
Այս երկրորդ գործի, հա, 44-րդ պատերազմի մասով մինչև այս գործը որևէ զրույց չեմ ունեցել, որպեսզի կարողանայի պարզել ինքը կանխատեսում է թե ոչ այդ հանգամանքը, բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ կա այն ընկալումը, որ հենց Տիրան Խաչատրյանի հասարակական քաղաքական հայացքներն են պատճառը, որ տեղի են ունենում այս իրադարձությունները։ Կոնկրետ թե ինչի 25 թվականին, թե ինչի 24 թվականին եւ այլն, այդ հարցի պատասխանը մինչև այսօր չունեմ։ Եվ ինչու ոչ 22, ոչ 21 կամ ավելի ուշ, այդ հարցի պատասխանը չունեմ։ Բայց ընկալում, որ այս Տիրան Խաչատրյանի շուրջ կատարվող իրադարձությունները վերաբերում են վերջինիս հասարակական քաղաքական հայացքներին, կա այդ ընկալումը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինքը կանխատեսում էր թե ոչ, չեմ կարող հստակ պատասխանել, բայց այն իրադարձությունները, կալանավորումը առաջի միջադեպի ժամանակ, այս երկրորդ գործի հետ կապված կալանավորումը, ընդ որում հիմքում դրվել էր, որ ակտիվ քննչական գործողություններ պետք է անեին, բայց մի քանի օրից գործը ուղարկվում է դատան, այսինքն այս իրադարձությունները թույլ են տալիս կատարել ինչ-որ հետևություն։ Իր քրեական վարույթի շրջանակներում նախկին պաշտոնատարանձիկ կան, որ հարցաքննվել են։ Այո, պաշտոնատարանձին կան։ Կտա կանոններ, ովքեր են ըստեյության նախաքննությունը ավարտվել է, գործը դատարանում է։ Գլխավոր շտաբի նախկին պետն է հարցաքննվել, Օնիկ Գասպարյանն է հարցաքննվել։ Պնդել է նախաքննական մարմնի մեղադրանքը, թե իրականում ասում չի պնդել։ Տիրան Խաչատրյանի մասով չկա մեղադրանքին վերաբերվող որևէ ապացույց։ Ինչ որ դրվագներ, ինչ որ կտրված կոնտեքստից։ Իսկ իրեն ցուցմունք տվող անձի կան։ Կատարված առերեսումներից կարող եմ ասել, որ այո, կան իրեն։ Պաշտոնատար անձիկ են, զինվորականներ են, պարոն Անդրիկյան։ Այո, զինվորականների հետ կապված է ընդհանուր թեման, բայց մենք գտնում ենք, որ որևէ կերպ չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանի մեղսագրվող առարկա, այսինքն իր հետ ճանապարհ անցած զինվորականներ են, հա, իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումների ղեկավարների մասին է խոսքը։ Որոնք աշխատում են ներկայումս պաշտպանության նախարարությունում։ Եվ կան աշխատողներ, եւ կան արդեն զորացրված։ Անուններ չեք տա։ Այս պայն անուններ չեմ տա, բայց դատավարությունը դրմբաց է, ինչ որ դրվագներով կարող է, եթե պետական գաղտնիք, ռազմական գաղտնիքի դրվագներ լինեն, տեղափոխվենք դրմփակ ռեժիմի, դատավարությունը դրմբաց է, այսինքն հանրությունը, եթե գա ժամանակը, հանրությունը եւ ինչու՞ չէ նաեւ լրատվական միջոցները հնարավորություն ունեն այդ մասով լուսաբանելու խնդիրը։ Կրակոցների գործով ինչ փուլում է դատարանում գործը եւ այս գործով ինչ սպասելիքներ ունեք դատարանից։ Կրակոցների մասով դատաքննության փուլում է, վկա գործով իր հարցաքննության մասով է, այնուհետև այդ փուլն է, այնուհետև մեղադրյալների հարցաքննություն, ինչ վերաբերում է այս 44-օրյա պատերազմին, նախնական դատալսումները ավարտվել են, անցած նիստին արդեն դատաքննություն ենք անցել եւ գրավոր ապացույցների փուլում ենք այս փուլում, գրավոր ապացույցների հրապարակման, դրանից հետո կլինեն վկաների հարցաքննություն, դրանից հետո արդեն Տիրան Խաչատրյանի հարցաքննությունը տեղի կունենա։ Քանի տարվա ազատազրկում է սպասվում հաշվի առնելով մեղադրանքը։ Եթե չեմ սխալվում 5-ից 8 է, եթե չեմ սխալվում 5-ից 8 է, բայց այս գործով ավարտվելու մոտ են վաղեմության ժամկետները, այսինքն վերջնահաշվարկով հոկտեմբեր ամսին վաղեմության ժամկետները ավարտվում են։ Վերջնահաշվարկով եթե վաղեմության ժամկետները ավարտվեն, մեղավորել ճանաչվի, պատիժ չի կարող նշանակվել, բայց մենք միանշանակ պնդելու ենք, որպեսզի դատավարությունը շարունակվի եւ կարծում ենք, որ պետք է արդարացվի, ոչ թե վաղեմության ժամկետների անցած լինելու հիմքով ազատվի պատասխանատվությունից եւ հաշվի առնելով այդ հանգամանքը, որ վաղեմության ժամկետները ավարտին մոտ են, Տիրան Խաչատրյանը չպետք է կալանավորվեր ի սկզբանե, որովհետեւ եթե ի վերջո պատիժ հնարավորություն չկա պատիժ նշանակելու, ինչից պետք է հաշվանց կատարվեր կալանքի տակ գտնված ժամանակահատվածի այդ օրերը, այդ մասով էլ ունենք խնդիր։
Պարոն Անդրիկյան, եւս մեկ կարևոր հանգամանքի հետ կապված կցանկանայի էլի հարցադրում անել, ի վերջո ինչի մեջ է մեղադրվում պարոն Խաչատրյանը, ինչ պետք է անել որպես գլխավոր շտաբի պետի տեղակալ, որ չի արել։ Տեսեք, Տիգրան Խաչատրյանը համապատասխան հրամանի հիման վրա նշանակվել է հարավային խմբավորման ղեկավար։ Եվ այդ հարավային խմբավորման մեջ ներառվել են ստորաբաժանումներ, որի ղեկավարումը պետք է իրականացներ Տիգրան Խաչատրյանը։ Ես պայմանականորեն այդ մեղադրանքը 3 բաղադրիչից եմ բաժանել, 3 բաղադրիչից է կազմված։ Առաջի դեպքը վերաբերում է Ալ-Փաշայի բարձունքի գրավմանը հակառակորդի կողմից, ինչում է մեղադրվում Տիգրան Խաչատրյանը։ Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը, լույս 12-ի առավոտյան թշնամին գրոհ է սկսում Ալ-Փաշայի բարձունքի ուղղությամբ եւ հայկական ստորաբաժանումները հետ են նահանջում։ Երբ որ հետ են նահանջում, ըստ գործինյութերի 1 օր, այսինքն հոկտեմբերի 12-ի առավոտից մինչև հոկտեմբերի 13-ի առավոտյան, այդ բարձունքը դեռևս ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցրած չի եղել։ Եվ Տիգրան Խաչատրյանին մեղադրում են, ասում են, որ 1 օրվա ընթացքում, երբ որ բարձունքը ազատ է եղել, դու պետք է խնդրավորեիր 22-րդ հատուկ նշանակության բրիգադին, 22-րդ ՀՆԲ-ին, որպեսզի մինչև ադրբեջանցիների կողմից այդ բարձունքը զբաղեցնելը, Ալ-Փաշայի բարձունքը զբաղեցնելը, մեր 22-րդ ՀՆԲ-ի ջոկատը այնտեղ դիրքավորվեր եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրում են, ասում են խնդրավորում չեք տվել 22։ Սրա բացատրությունը շատ պարզ է։ Տիգրան Խաչատրյանը այդ օրը, հենց այդ օրը, հոկտեմբերի, երբ որ Ալ-Փաշայի բարձունքից մեր զինված ուժերը նահանջել են, հենց այդ օրը փորձ է կատարել կապնվել 22-րդ ՀՆԲ-ի հետ, բայց հնարավորություն չի ունեցել կապնվել։ Հետագայում Տիգրան Խաչատրյանին հայտնել են, որ հենց այդ օրը զոհվել է Վահագն Ասատրյանը, ով հանդիսանում էր 22-րդ ՀՆԲ-ի հրամանատարը, եւ վնասվել է նաեւ կապի միջոցները։ Այսինքն Տիգրան Խաչատրյանը բացատրում է այս հանգամանքը հետեւյալ կերպ. այո, ես ցանկանայի եւ ցանկանում էի խնդրավորել 22 ՀՆԲ-ին, որպեսզի Ալ-Փաշայի բարձունքը զբաղեցներ, բայց ես կապի հնարավորություն չունեի, ես փորձ էի կատարում վերջիններիս հետ կապի դուրս գալ, հետագայում ինձ կապի միջոցով հիմնավորվել իր խոսքերը հիմնավորվել է նաև այլ ցուցմունքներով, որ այո, այդ օրը Վահագն Ասատրյանը եւ Վահագն Թումասյանը զոհվել են եւ Տիգրան Խաչատրյանը այդ ցուցմունքներով այո հիմնավորվել է, որ Տիգրան Խաչատրյանին իրենք են հայտնել, որ Վահագն Ասատրյանը զոհվել է, դա է պատճառը, որ վերջինս չի կարողանում կապի դուրս գալ 22 ՀՆԲ-ի հրամանատարության հետ։ Դա առաջի դրվագն է։ Երկրորդ դրվագը ասում են, որ Սուլթանլուի բնակավայրի հատվածում Տիգրան Խաչատրյանը հրաման է իջեցրել, որպեսզի մեր զորքերը մի ստորաբաժանում տեղակայվի Սուլթանլու բնակավայրից առաջ, այնինչ փորձագետները եզրակացություն են տվել, որ ավելի արդյունավետ պաշտպանություն հնարավոր է պետք է կազմակերպվեր պաշտպանությունը Սուլթանլու բնակավայրից մի քանի կիլոմետր հետ, զբաղեցրած դիրքերից մի քանի կիլոմետր հետ, որը որ հակառակորդին թույլ չէր տա բնագծի ճեղքում իրականացնել եւ արդյունքում բնագիծը ճեղքվել, արդյունքում հակառակորդը իր գրողը հնարավորություն ունեցել զարգացնելու։ Այնինչ Տիգրան Խաչատրյանը կոնկրետ հրահանգ է տվել բնագիծ կազմելու, այսինքն բնագիծը պետք է կազմվեր Արաքսի ափից մինչև Տիգրան Խաչատրյանի կողմից նշված բնակավայրի հատվածը, եւ եթե տեղում բնագիծ չի կազմվել եւ ինչ որ հատված բաց է մնացել, դա չի կարող վերագրվել Տիգրան Խաչատրյանի կողմից անփութության դրսևորում, եթե ինչ որ հատված բաց է մնացել, կամ արդյոք բաց է մնացել թե չէ, կամ արդյոք ճեղքումը այդ բացի հետևանքով է իրականացվել, այսինքն այս հանգամանքները պարզված չեն եւ Տիգրան Խաչատրյանը ի վերջո հրահանգ է իջեցնել, որպեսզի բնագիծ կազմվի, այդ բնագծի մասին է խոսքը։ Եվ երկրորդը
պատերազմի այդ օրերին կար համապատասխան հրաման, որ բնագծի պաշտպանության եղանակից մեր զորքերը կարող են անցնել զորաշարժային կամ օջախային պաշտպանության։ Սա ինչ է ներկայացնում, այսինքն եթե դու հնարավորություն չունես ռեսուրսներից կախված, տեղանքից կախված, հակառակորդի ուժերից կախված հնարավորություն չունես, բնագիծ կազմելու եւ ամբողջ բնագծով իրականացնելու պաշտպանություն, կա համապատասխան հրաման եւ կա համապատասխան ընդունված մեթոդ, որ հնարավորություն ունես իրականացնելու օջախային պաշտպանություն, այսինքն բնագիծ չկա, փոքր օջախներով հակառակորդի գրողը առաջխաղացումը փոքր հարվածներով, փոքր օջախներով կասեցնելու։ Հիմա կա այդպիսի հրաման եւ եթե նույնիսկ բնագիծը չի կազմվել, դա ինքը իր մեջ ներառում է օջախային պաշտպանության տրամաբանությունը եւ այս պահին մեղադրել ասել, գիտես, ինչ կա բնագիծ չի կազմվել, ի վերջո այո, այլ գործընթաց։ Իսկ անձիկ, ովքեր իր դեմ ցուցմունք են տալի, ինչ են պնդում, որ ցուցմունքը տալիս են կոնկրետ հրահանգների մասով, այս հրահանգն է տրվել, այս հրահանգը եւ այլն, իսկ ճեղքման մասով դե վերջինս ցուցմունք չեն տալիս, ճեղքման հանգամանքները այլ ապացույցներով է հիմնավորվում ըստ մեղադրական կողմի, բայց իրականում նորից կրկնեմ, որ Տիրան Խաչատրյանի մեղավորությունը, անփութությունը այս հանգամանքներում գոյություն չունի։ Եվ երկրորդը նշվում է, որ Արաքսի ափից մի հատված, երբ որ արդեն Սուլթանլիից նահանջը իրականացվում, Արաքսի ափից մի հատված բաց է մնում սահմանապահ զորքերի կողմից, ընդ որում սահմանապահ ստորաբաժանումներն էլ էին Տիրան Խաչատրյանի հրամանատարության ներքո գործում, ասում են, որ Տիրան Խաչատրյանին զեկուցել են, որ Արաքսի հատվածից մի հատված բաց է մնացել, այսինքն բնագծի հատվածում, բայց իրականում այդպես չէ, Տիրան Խաչատրյանին ոչ մեկ այդ բացի մասին չի զեկուցել, Տիրան Խաչատրյանին ընդհանրապես զեկուցել են, որ Արաքսի հատվածում թշնամու զորքերի կուտակում կա, այսինքն բացի մասին չեն զեկուցել, միայն կուտակումների եւ առաջխաղացման մասին են զեկուցել, եւ Տիրան Խաչատրյանի հրամանով համապատասխան հարված է հասցվել թշնամու ուժերին, այդ թվում նաեւ ավիացիայի միջոցով է այդ հարվածները հասցվել։ Այսինքն ստեղ խոսել, որ Տիրան Խաչատրյանը անփութություն է դրսևորել, որի արդյունքում բնագիծը ճեղքվել է, կարծում եմ ամբողջությամբ անհիմն է եւ դատաքննության ընթացքում այս հանգամանքները մեր կողմից բարձրացվել են, այսինքն թե 22-րդ ՀՆԲ-ին խնդրավորելու անհնարինությունը եւ բնագիծ կազմելու վերաբերյալ համապատասխան հրաման տալը եւ օջախային հնարավոր պաշտպանությունը եւ Արաքսի ափի մասով բաց լինելու հանգամանքը Տիրան Խաչատրյանին չհայտնել, այս ամբողջ հանգամանքները մեր կողմից բարձրաձայնվել են եւ վստահ ենք, որ արդար դատաքննության ենք հասնելու եւ ի վերջո հռչակվելու է Տիրան Խաչատրյանի անմեղությունը։ Դատավորն ով է այս գործով։ Դատավորը պարոն Ոսկանյանն է, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, նստավայրը Գորիս քաղաք։ Շատ բարի, կհետևենք իրադարձությունների զարգացմանը, շնորհակալ եմ պարոն Անդրիկյան։